Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն է, այսօր մեր տաղավարում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը։ Բարև ձեզ, պարոն Բագրատյան, եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն հրավիրելու համար։ Պարոն Բագրատյան, բնականաբար այսօր խոսենք տնտեսական խնդիրների մասին, Հայաստանի առջև ծառացած, եւ դրանք փորձենք կապակցել ավելի գլոբալ քաղաքական զարգացումների համատեքստում, եթե կարելի է այսպես ձևակերպել։ Ինչպես որպես տնտեսագետ, ինչպես կբնութագրեք այսօր, կուզենամ ձեր կարծիքը իմանալ, մեր երկրի տնտեսական իրավիճակը։ Այսօր, եթե մենք նայենք համաշխարհային տնտեսության զարգացման տենդենսները, ասենք տարեկան 2025 թվին 3-ից 3% ավել, քիչ ավել տնտեսական աճկա ընդհանուր տնտեսություններին, այդ իմաստով մեր տնտեսությունը շուրջ 7% տնտեսական աճ է արձանագրում, դա շատ բարձր ցուցանիշ է։ Ասել որ դա կատարյալ է, իհարկե այդպես չի, տնտեսության մեջ խնդիրներ մենք ունենք, բայց կարևորը որ մենք արդեն 4-րդ տարին տնտեսական աճը իսկապես կարողանում ենք պահել այն մակարդակում, որ ինքը քննարկելի է եւ ԵԱՏՄ շրջանակներում հաճախ առաջի տեղը Հայաստանն է լինում տնտեսության զարգացման մակարդակով տոկոսով համեմատած 25-24 թվի հետ կամ 24-25 տնտեսական զարգացման ցուցանիշով։ Մեր տնտեսությունը այս բան կարող եմ ասել, որ անընդհատ դիվերսիֆիկացման ընթացք ունի, այսինքն մենք անդադ պետք է նախապատրաստենք, որ նոր շուկաները մեր ապրանքները կարողանան նոր շուկաներ նվաճել, այն ինչ որ ունենք այս պահին ավելի շատ ԵԱՏՄ շուկայում է մեր ապրանքաշրջանառությունը 6.5 միլիարդ, շուրջ 6.5 միլիարդ դոլարի շրջանառություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, եվրոպական երկրների հետ նույնպես աճ ունենք, բայց դեռևս շատ հեռու ենք համատելու համար Եվրասիական տնտեսական միության եւ եվրոպական երկրների մեջ դեռ շատ հեռու ենք, որպեսզի դրանք ամբողջովին դիվերսիֆիկացվեն, բայց իմ համար ավելի կարևոր է այդտեղ ոչ միայն Եվրամիության շուկան, բայց իմ համար շատ կարևոր է նաեւ մերձավոր արևելքը, ասիական շուկան, աֆրիկյան շուկան, որովհետեւ ի վերջո դրանք ասենք մեծ տնտեսվարող երկրներ, մեծ տնտեսություն ունեցող երկրները անպայման օգտագործում են բոլոր երկրների հետ համագործակցությունը եւ կարողանում են շահույթ ստանալ բոլոր աշխարհամասերի հետ աշխատելով։ Այսինքն մենք չպետք է սահմանափակվենք Եվրասիական տնտեսական միությունում կամ եվրոպական միության հետ աշխատելով, այլ պետք է աշխատել նաեւ մեր մերձակա երկրների հետ, պետք է ավելի ակտիվ աշխատել Թուրքիայի հետ, ավելի ակտիվ աշխատել Պարսկաստան, Իրանի հետ, ավելի ակտիվ աշխատել Չինաստանի հետ, այսինքն այդ շուկաները շատ ավելի հզոր ներուժ ունեն։ Եվ եթե մենք նկատում ենք Հնդկաստանի եւ Չինաստանի տնտեսական ներուժը շատ բարձր մակարդակի է հասել եւ մենք լինելով փոքր երկիր շատ հեշտ կարող ենք աշխատել այդ շուկաներում եւ մեր տնտեսության հզորության եռապատիկը նրանք ի վիճակի են ապահովելու պոտենցիալը կա, եթե մենք կարողանանք ճիշտ հարաբերություններ, ճիշտ տնտեսություն կազմակերպենք, այդ շուկաներին ուղղված նույնպես շատ անելիքներ կա։ Այսինքն մենք չպետք է սահմանափակվենք Եվրասիական եւ Եվրամիության շուկաներով։ Այս իմաստով անելիքները շատ են եւ կարելի է այստեղ նաեւ պետական աջակցություն անդադ ստանալ, որովհետեւ հրախուսման տարբեր մոտիվացիոն հնարավորություններ կան, ասենք մենք կարող ենք Հնդկաստանի հետ տնտեսական հարաբերությունների իրականացնող տնտեսվարողներին սուբսիդավորել որոշակի մասով, կարող ենք այն ապրանքները, որոնք կարող են այդ շուկաներում, ասենք Հնդկաստանի պատկերացրեք 1.5 միլիարդ անոց շուկայում հայկական 3 բիլիոն բնակչություն ունեցող երկիր, ինչ պետք է արտադրի, որ այդ շուկայում չհարվի, անմիջապես չներգրավվի այդ շուկան։ Այսինքն մենք ընդհանրապես մի քանի ապրանքատեսակով եթե կարողանանք Հնդկաստանի հետ ճիշտ կազմակերպված աշխատանք անել, լուրջ տնտեսական ռեսուրս կգեներացնենք։ Այսինքն նկատում տնտեսությունը այս բային աշխատում է, դինամիկ զարգանում է։ Բոլորս ենք տեսում շինարարության ինչպիսի բում կա երկրում, Դարև 25 թվականին, 2025 թվականին առաջի անգամ Հայաստանի Հանրապետությունում ավելի շատ քաղաքացիներ
մուտքեր ունեցել, քան ելք եղել 8600 քաղաքացի դրական բալանս ունենք, այսինքն սա նույնպես տնտեսության մասն է խոսում։ Բոլոր քաղաքացիները վատ ապրող երկրներից տեղափոխվում են լավ ապրող երկրներ։ Եթե չի կարողանում տվյալ երկրում իր բոլոր բաժնումները բավարարել, իր ձերը իրականացնել, տեղափոխվում են երկիր, որտեղ կարծում եմ, որ կարող է դա անել։ Այսինքն սա ցուցիչ է, որ եթե մենք ավելի շատ առաջի անգամ դրական բալանս ունենք արտագաղթի հետ կապված, ունենք ներգաղթ, սա խոսում են մասին, որ տնտեսություն դինամիկ զարգանում է։ Տնտեսության մեջ ամենակարևորը այլևս մոնոպոլիա չկա, որևէ ճյուղում չկա։ Բացի բնական մոնոպոլիաները, որը գիտեք, դե ասենք գազը այլընտրանք չկա, բնական մոնոպոլիայի կարգավիճակ ունի, ջուրը, ասենք վիոլաջուրն է սպային տնօրինում, որը կարելի է նույնպես մոնոպոլիայից անել, եւ հոսանքը, որ ունենք հեծը, որը նույնպես մոնոպոլիա։ Դրանք բնական մոնոպոլիաներ են կոչվում, այսինքն մենք դեռևս այլընտրանքներ չենք ստեղծել այդ երեք ոլորտներում։ Հեծն ու նաև ջուրը դուք ակնարկեցիք, ինչպես հասկացա, հնարավոր է, հա, ըստ ձեր քաղաքական ուժի որոշ շատ բարձ չի, ասենք որևէ մի մարզի մակարդակ, ասենք հատկապես արևային էներգետիկայի զարգացման դեպքում ստեղծել առանձին ցանց։ Հեծը իրենց ինչ է ներկայացնում, ցանց, որ արտադրած էներգիան բաշխում է սպառողներին։ Կարող ես 1-2 առանձին մասերով, 1-2 մարզերում փորձարկել եւ ստեղծել, ասենք 7-8 բրցակցող ցանցեր։ Այսինքն որը ծառայություն ավելի էժան կմատուցի, ասենք Գեղարքունիքի ցանցում տեղափոխումը հոսանքի 3 դրամ է, Վայոց-Ձորի ցանցում 2 դրամ, մրցակցայնությունը կբերի դրան, որ գները ճիշտ են։ Այսինքն այս բան տեղափոխման համար 1 կիլովատի հաշվարկով 20 դրամ հեծը փող է վերցնում։ Այսինքն ես արտադրում եմ, ցանկանում եմ ուղիղ վաճառել ձեզ, 20 դրամ պետք է տեղափոխման համար վճարեմ։ Իսկ այդ դեպքում մրցակցության պայմաններում կդառնա 3 դրամ, 2 դրամ։ Այսինքն պետք է ստեղծել հնարավորություն այլընտրանք ունենալու համար։ Եվ այդտեղ եւ նույնը ջուրը, ինչի պետք է մենակ վիոլա ջուրը, օրինակ կոնցեսիոն կառավարում ենք տվել, պետք չի դա անել, պետք է տալ մի քանի ընկերությունների։ Ասենք այն աղբյուրները, որ Վաթենյաց լեռնաշխարհից են, մի հատվածը տալ մեկ այլ կազմակերպության, այս Գառնիի ջրերը մեկ այլ կազմակերպության, մրցակցեն, որ եւ որակի իմաստով եւ ծառայություններ մատուցելու իմաստով, որպեսզի եւ գնային եւ հանրային կարգավորող հանձնաժողովը որոշակի դեր ունի, կարգավորում է այդ հարցերը, բայց դա բավարար չի։ Մրցակցությունն է ավելի շուտ բերում որակյալ սպասարկման, որակյալ ծառայության մատուցման։ Այդ իմաստով բնական մոնոպոլիան էլ կգա մի օր, որ դա էլ կարող ենք հաղթահարել, բայց մնացած բոլոր ճյուղերում ցանկացած քաղաքացի, ցանկացած ապրանքատեսակ կարող է ներկրել եւ արտահանել, կարող է արտադրել, արտահանել։ Այսինքն քաղաքացիները ազատ մրցակցության պայմաններում են գործում եւ հավասարության պայմաններում։ Չկան արտոնյալներ, այլևս որևէ մեկը չի կարող, ասենք նույն ապրանքը դուք բերեք կարողանաք մաքսազերծել $5, մեկ ուրիշը կարողանա անվճար բերել, չկա այլևս նման բան։ Իսկ սրանք այդ հավասարությունը բերում է մրցակցություն բերում է որակի, բերում է տնտեսության զարգացման։ Ավելի շատ տնտեսվարողներ են ընդգրկվում, ծառայությունների ավելի քանակն է ավելանում։ Եթե հիմա նայում մենք ամեն շարժի մեջ ամեն մի գործողություն անելուց ծառայության դիմում ենք, բազմազան են եւ բազմաթիվ են եւ մրցակցային են եւ նաեւ մենք նշում ենք, չէ՞ որ բայց այս նույն գործը մի այլ կազմակերպություն կես գնով անում, այս մարդիկ արդեն սկսում են մտածել ոնց անեն, որ իրենք էլ կարողանան կես գնով այդ ծառայությունը մատուցել եւ այդ մրցակցության մեջ շահում է քաղաքացին, շահում է պետությունը, շատ հարկեր են գեներացվում, մենք 18 թվի համեմատ կրկնապատկել ենք բյուջեն, այսինքն դրանք ռեսուրսներ են, որոնք ճիշտ աշխատանքի արդյունքում են ձևավորվում։ Այսինքն տնտեսության զարգացումը բերում է նոր հնարավորություններ եւ այդ հնարավորությունները մենք պետք է պետության շնորհիվ ճիշտ օրենքների, հարկային մաքսային ճիշտ օրենքներ ընդունելով կարողանանք անընդհատ նպաստել խրախուսել տնտեսվարողներին։ Հիմա տեսեք, մենք հենց այսօր 2 նոր օրենք ենք ընդունել, մեր հանձնաժողովը, ազգային ժողովում քննարկվեց եւ վաղ վերջնական քվեարկություն կլինի, դրանք միայն բիզնեսին օգնող օրենքներ են։ Այսինքն մենք մի ժամանակ ինչև էս պահը 10 միլիոն դրամի խախտման դեպքում 10 միլիոնից ավել խախտման դեպքում կարող են քրեական գործառույթել, մենք այդ շեմը բարձրացրեցինք 30 միլիոն եւ բացի այդ էլ թույլ չտվեցինք, որ մի անգամից կարողանան դիմել քննչական մարմինները քրեական գործառույթել, այլ ժամանակ տվեցինք, որ ՊԵԿ-ը կարողանա ապացուցել տնտեսվարողը իր
փաստարկները բերի, երբ որ ընդհանուր հայտարարիչ չկա, նոր կարող են արդեն դիմել իրավապահ մարմիններին, այդ դեպքում կարող է դիմել, եթե ապացուցի, որ միտումնավոր հարկերից խուսափում կա։ Այսինքն մենք թույլ չենք տալի, որ փոքր բիզնեսը, որ կարող է մինչև 10 միլիոն սխալներ ունենալ, դրա համար քրեական գործ հարուցվի, այլ բարձրացնում ենք շեմը, օգնելով տնտեսվարողին, որ ավելի կառավարելի դառնա գործողությունը եւ ժամանակ ենք տալի, որպեսզի հակափաստարկներ ներկայացնի, գանգատարկման գնա, նոր ամենավերջում նոր պատժիժ գործողության խնդիր առաջանա։ Իսկ այս մեզ բերեց այն հարաբերությունները, որ մենք տեսանք, որ ասենք քննչական կոմիտեն շատ ակտիվ է միջամտում բիզնեսին, մենք այս օրենքի ընդունումով փակեցինք այդ ճանապարհը, որ բիզնեսին հնարավորինս չխոչընդոտել։ Եթե կան սխալներ, պետք է բիզնեսմենների հետ խոսել, կարգավորել խնդիրները, համագործակցել, ոչ թե պատժել։ Բիզնեսը չպիտի վախենա, որովհետև բիզնեսը եթե վախենա, ներդրումներ չեն լինի։ Մենք պետք է ամեն ինչ անենք ներդրումներ մեր երկրում անդադ ներդրումներ ներգրավելու, որովհետև տնտեսության զարգացման պայմանը ներդրումներ ներգրավելն է։ Նոր կապիտալ նոր ասենք հիմա վերջերս նաև ընդունեցինք օրենք, որ տրանսազգային կազմակերպությունները, գիտեք, այդ կազմակերպությունները կարողանան որոշակի հնարավորություններ ունենան ավելի ազատ հայկական շուկայում աշխատելու, գործելու արտոնություններ տվեցին։ IT ոլորտին նույնպես արտոնություններ ենք տալիս, այսինքն պետությունը գիտակցում է բիզնեսի կարևորությունը, տնտեսության զարգացման կարևորությունը, որովհետև տնտեսության գեներացած հարկերից կարող ենք կրթություն սպասարկել, առողջապահություն սպասարկել, բանակը զորացնել, դրանք բոլորը միայն տնտեսության արդյունքում գեներացված հարկերով կարող ենք մենք այդ խնդիրները լուծել։ Եվ սա մեզ բերել է բավականին դրական վիճակի եւ նաեւ եվրոպական շուկաներում արդեն հայկական իրականություն, հայկական միջավայրը ճանաչում են եւ գիտեն եւ վարկունակության իմաստով բարձր վարկունակություն ունի Հայաստանը եւ տնտեսական ազատության ցուցանիշն է բարձր։ Մի խոսքով բավականին դրական վիճակ ունենք այս պահին մեր տնտեսության զարգացման իմաստով։ Օրինակ ընդդիմադիր շրջանակներից փորձենք մի քիչ այսպես հետաքրքիր իրենց նաև հակադարձություններով այսօրվա մեր այսօր զրույցը եթե չեք արարքի լցնենք։ Ասում են, որ բոլոր դեպքերում այդ տեսեք ազգային ժողովով ձեր քաղաքական ուժը օրենք է ընդունել Եվրամիության անդամակցելու, այսպես ռազմավարական օրենք, այսպես ասեմ, որը ըստ Նիկոլ Փաշինյանի ասացի այսօրվա բան չի, մոտավորապես նույնիսկ մոտավոր ժամանակահատված նշեց 20 տարի հետո երևի կլինի, թե չի լինի, դա էլ անգամ այսպես լրիվ իրական չի այսօր այս պահին ընչում, բայց միաժամանակ կարծես թե եթե չեք արարքի տնտեսական զարգացումները ավելի մեզ մոտեցնավելի են մեզ կապակցում ԵԱՏՄ շուկաների եւ տնտեսական ցուցանիշներն են այսօր ցույց տալիս, որ ԵԱՏՄ շուկաների հետ, մասնավորապես Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը եւ առհասարակ տնտեսական հարաբերությունները շատ ավելի սերտանում են։ Ինչ կարծիք եք, այստեղ հակասություն չկա։ Տեսեք, մենք ազգային ժողովը ընդհանրապես հաստատել է քաղաքացիների քաղաքացիական նախաձեռնության հայտը եւ հարգել է քաղաքացիների մի մասի կամքը։ Դա ընդհանրապես հայտ է ընդունել, որ քաղաքացիների մի մասը դիմել են դեպի Եվրամիության ստանդարտներ, Եվրամիության ճանապարհը ընդունել կառավարության կողմից ընդունել որպես ծրագրային։ Բայց մենք այս պայն գտնում ենք ԵԱՏՄ, գիտեք, կառույցի մեջ։ Նաեւ հապկում։ Նաեւ հապկում։ Այո։ Բայց հիմա մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք ԵՄ չափորոշիչները ոչ միայն մենք ենք, այս հայտով մենք աշխատում ենք ՍԵՊԱ-ի համաձայնագրով հիմնականում։ Եվ մենք ասում ենք եվրոպական ստանդարտները բոլոր երկրներն են ձգտում դրան, որովհետև դրանք բարձր ստանդարտներ են։ Եվ նույն Ռուսաստանն է ձգտում եվրոպական ստանդարտների։ Հիմա մենք վավերացրել ենք մեր ձգտումը դեպի եվրոպական արժեքներ, որի մեջ կա այդ նույն ազատ մրցակցությունը, նույն հավասարությունը, նույն կոռուպցիայի հնարավորինս բացակայությունը, այս արժեքները եվրոպական համարվեն արևմտյան արժեքներ, մենք լավ ենք պատկերացնում, որ մենք այս արժեքների համար ենք այդ որոշումներն ընդունում։ Եվ այդտեղ եթե ցանկացած երկիր կա, որ կա մի երկիր, որ չի պայքարում կոռուպցիայի դեմ, չկա նման երկիր, որտեղ եթե կոռուպցիայի դեմ չպայքարես, կոռուպցիան երկիրը կխժռի։ Ներուժը կավարտի ամբողջովին։ Նույն Ռուսաստանն էլ է պայքարում։ Եվ հիմա
Ռուսաստանում ռուս պարզ քաղաքացին եվրոպական մեքենա է վարում, թե ռուսական արտադրության եվրոպական տեխնիկա է օգտագործում, թե ռուսական արտադրության եվրոպական, ինչի որովհետև դրանք բարձրորակ են, լավն են, նշանակում է այդ մշակույթը, որ այս արևմտյան արժե համակարգ ենք համարում, բերում է բարձրարժեք արտադրության, բարձրարժեք վարձատրության, բարձրարժեք սոցիալական ապահովության, այսինքն մենք այդ արժեքներն ենք ընդունում։ Մենք չենք ասում, որ դրանով մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փչացնում ենք, բացարձակ, մենք ասում ենք, մենք ձեր հետ կարող ենք այս ոլորտերում համագործակցել, մենք պատրաստ ենք սիրով համագործակցելու, մենք որևէ կերպ Ռուսաստանին այլ կերպ չենք ընդունում, քան բարեկամ պետություն։ Բայց այն հնարավորություն, որ կարող ասենք ռազմավարական ոլորտում եւ այլն, որ մենք հասկացանք, որ մեր ռազմավարական դաշնակիցը որոշակի հարցերում մենք համարում ենք, որ միգուցե իրենք այլ կերպ են դիտարկում, մենք համարում ենք, որ պարտականությունները հապկ շրջանակներում չի կատարվել, մենք համարեցինք, որ ուրեմն մենք պետք է այդ ոլորտում ինքնուրույն քայլեր անենք եւ պայմանագրեր կնքեցինք Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, մյուս երկրների հետ, կարողացանք օգտվել արձիական ժամանակակից ռազմական տեխնիկայից, որը անխիստ անհրաժեշտ է առնվազն մեր պաշտպանության համար։ Հիմա մինչև դա թույլ չէր թույլատրվում, որտեղ դու հապկ անդամ ես, եվրոպական որևէ երկիր կամ Միացյալ Նահանգները ոչինչ չէր վաճառում, որովհետև իրենք ռիսկեր էին տեսնում, որ իրենց ցանկացած, ասենք, 5-րդ սերնդի ցանկացած տեխնիկա կարող են հապկ անդամ երկրները, եթե Հայաստանը ընդհանուր հապկի մեջ է, այդ վերցնել, օգտագործել, նաև արտադրել այդ նույն զինատեսակից, եւ չէ որ իրենք միլիարդավոր դոլարներ են ծախսել, որպեսզի կարողանան այդ տեխնոլոգիան ստանան, դու առանց կոպեկի կարող ես դա վերցնել եւ դարձնել մասսայական եւ արժեզրկել այդ զենքի այդ պահին արձիականությունը, ակտուալությունը։ Եվ այդ իմաստով չէին վստահում Հայաստանին։ Իսկ երբ որ մենք արդեն դուրս մեզ համարեցինք ազատ, համարելով որ ռազմավարական մեր պայմանագրերը չաշխատեցին իօգուտ Հայաստանի եւ մեզ թույլ տվեցին դիմել արդեն մյուս երկրներին պայմանագրեր կնքել եւ ազատ աշխատել։ Հիմա զուտ այդ մասով մենք մեզ ազատ ենք զգում, բայց դա չի խանգարում, որ եթե Ռուսաստանը մեզ գերժամանակակից զենք առաջարկի, մենք պատրաստ ենք նաև Ռուսաստանից գնելու։ Այսինքն կան հիմա դուք տեղեկություն ունեք, կան մատակարարումներ, որտեղ ես վերջի շրջանում լսեցի, որ նորից վերսկսել են մատակարարումները զենքի, այսինքն դրանք չեն ընդհատվում, ուղղակի զենքի գնման գործընթացը գիտեք ինչ երկարատև ընթացք ունի, տարիներ են տևում, որովհետև փորձարկումներ պետք է անցնեն եւ այլ տեղական պայմաններում պետք է նաև բոլորը նաև պետք է հրանգիչներ աշխատեն կարողանան մասնագետներ պատրաստել, այսինքն զենքը ունես պետք է կարողանաս այդ զենքը արդյունավետ կիրառել, օգտագործել։ Միգուցե դա պատերազմով էր պայմանավորված, որ մատակարարումները մի պահ դադարեցին ռուս-ուկրաինական այդ պատերազմով Ռուսաստանից։ Չի բացառվում, բայց այս 2020 թվականին այդ պատերազմը չկար։ Մենք 200 միլիոն դոլար վճարել էինք զենքի համար եւ տենց էլ զենք չստացանք։ Հիմա մենք չենք որևէ կերպ քաղաքականության մեջ ներածացություն տեղ չունի։ Դու պետք է այլ ընտրանքներ փնտրես, դու պետք է անդադ գտնես հնարավորինս ճիշտ քաղաքականություն վարելով գտնես այն դաշնակիցներին, որոնք պատրաստ են քո հետ աշխատելու, համագործակցելու, եւ այդ իմաստով մենք չենք ցանկանում, որ որևէ երկիր մենաշնոր ունենա մեր նկատմամբ, մենք ասում ենք մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարում եւ պատրաստ ենք բոլոր այն երկրների բարեկամ երկրների հետ հատկապես մյուս երկրների հետ համագործակցել եւ այդտեղ մենք փորձում ենք բաց լինել եւ որևէ մի երկիր առավելություն չունենա մեր պետական շահի նկատմամբ։ Մեր պետական ազգային շահը համարում ենք բարձրագույն արժեք։ Մնացածը դրանից արդեն ներքև բոլոր հարաբերությունները։ Եվ այդտեղ մենք կարծում եմ, որ մեր մարտավարությունը մյուս բոլոր երկրներին չի խանգարում, որոշ չափով Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը անհանգստություն հայտնեց, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կփարատվի այդ մտահոգությունը, որովհետև իսկապես Հայաստանը որևէ խնդիր չի տեսնում Ռուսաստանի ցանկացած համագործակցություն։ Երբ որ իրենք ասում են ԵՄ կամ ԵԱՏՄ, մենք ասում ենք, որ պահին այդ հարցը կդառնա ակտուալ, մենք կտեսնենք, որ իսկապես խանգարում են, բայց բազմաթիվ երկրներ եւ ԵՄ-ի հետ են աշխատում եւ ԵԱՏՄ-ի եւ որևէ մեկին չեն խանգարում։ Այսինքն հիմա դեռ ակտուալ չի։ Այս պահին ակտուալ չի, որովհետեւ մենք այս պահին որևէ խնդիր, որևէ խախտում չունենք ԵԱՏՄ
տարածքում մեր առևտրի, մեր արտադրության, մեր մասնաբաժինի ժամանակին մեր վճարումները կատարելու ամեն ինչ արում է համաձայն մեր պայմանագրի, որը խախտում չունենք։ Որ պայն որ կստացվի այնպես, որ մենք այլևս հնարավոր չի լինելու, այդ ժամանակ նոր քննարկենք ժողովրդի հետ որոշումներ կայացնենք, բայց առայժմ չկա որևէ հակասություն Եվրամիության հետ աշխատելու կամ Ամերիկայի հետ աշխատելու եւ Ռուսաստանի հետ աշխատելու։ Հիմա ասենք մենք Միացյալ Նահանգներն առաջարկում է TRIP-ի ծրագիրը, նախագիծը։ Հիմա TRIP-ի նախագիծը ում է խանգարում։ Ռուսաստանից դժգոհություններ չկան ըստ ձեզ TRIP-ի ծրագրի հետ կապված։ Ռուսաստանի դժգոհությունն է, որ ասում են ինչի Ամերիկան է ծրագիրն իրականացնի, ոչ թե ես։ Մենք ասում ենք Ամերիկան է հայտ ներկայացրել, Ամերիկան է ճիշտ դիրքավորը, Ամերիկանն ասում է, որ մենք հավասար գործընկերներ ենք, այս պայն ես կունենամ 74%, դու 26%, բայց ժամանակի մեջ, որ ժամանակաբան կա, ժամանակացույց կա, կհավասարվեն կդառնանք 50-50, որովհետև այս պայն ներդրում անողը $9 միլիարդ չափով Միացյալ Նահանգների պետք է, բնականաբար նա այդ պայն ավելի մասնաբաժին կունենա ավելին, բայց մենք ռուսական կողմից նման առաջարկներ չենք ստացել, ռուսական կողմից ստացել ենք մի առաջարկ, որ պետք է պարտավոր եք տալ այդ միջանցքը եւ մենք պետքա վերահսկենք։ Եկանք այն կետին, որ TRIP-ը եղավ, TRIP-ը ստեղծվեց, Ռուսաստանը այսօր կարծես թե շատ մեծ գոհունակություն չի, բայց բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը վերջին հանդիպումը գնահատում էր շատ արդյունավետ, շատ դրական եւ անգամ խոսք է հնչել, որ նոր ատոմակայանի ստեղծման մասին, ինչ է կարծում այդ նոր ատոմակայանը հայ-ռուսական համատեղ ատոմակայանը կկառուցվի թե ոչ։ Հիմա տեսեք, մեր ատոմակայանի ժամկետը մոտենում է ավարտին եւ այստեղ, այո։ Եվ մենք առաջարկ ունենք Ֆրանսիայից, առաջարկ ունենք Միացյալ Նահանգներից, առաջարկ ունենք Ռուսաստանից եւ կարծեմ թե եւս մեկ երկիր կա, որ փաստացի ունենք առաջարկներ։ Հիմա մենք ինչ ենք ասում ենք լավագույն առաջարկը մենք ընդունելու ենք։ Տարբերություն չի լինելու մեր համար, որ երկիրն առաջարկում։ Տարբերություն լինելու գին որակ։ Եթե մենք ունենանք գին որակ լավագույնը, այդ երկիրն էլ թող այդ երկրի հետ էլ կաշխատենք համագործակցենք, որովհետև այդ գումարները որ պետք է ներդրվեն ատոմակայանի կառուցման, դա մեր ժողովրդի գումարներն են եւ մենք իրավունք չունենք սխալ օգտագործելու։ Մենք պետք է առավելագույնս մրցույթ հայտարարելով, բազմաթիվ միջազգային կառույցների հրավիրելով, փորձագետների հրավիրելով գտնենք լավագույնը սեղածներից։ Մենք առավելություն չենք տալիս որևէ երկրի, մենք ասում ենք մեր երկրի առավելություն, մեր պետական շահը ենթադրում է որակյալ եւ մատչելի գնով ատոմակայան։ Հա, սա պարզապես, պարոն Բագրատյան, քաղաքական է, չէ՞, լինելու ամեն դեպքում որոշումը եւ մտայնությունը, որովհետեւ տեսեք, խոսեցինք TRIP-ի մասին, եթե այսպես հակասություն լինի եւ Ռուսաստանը այսպես որոշի այսպես վատ հայացքով դիտարկել այդ TRIP-ին, մասնավորապես արևմուտքի ներգրավվածությունը եւ այլն, հաշվի առնելով, որ ռազմաբազա ունի Հայաստանում բոլոր դեպքերում եւ հարաբերությունների որոշակի լուրջ խորացված մակարդակ, այս արդյոք դա չի տանի որոշակի անհարկի մեզ համար այս բարդ աշխարհքաղաքական պայմաններում անհարկի սրացումների Ռուսաստանի հետ, որը մեզ հարկավոր չի։ Մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք, այս ծրագիրը բոլոր երկրների համար է։ Այո։ Տեսեք, վարչապետն ասում է հարավհյուսից, մենք խաչմերուկ ենք հանդես գալու, երկրի առևտրական խաչմերուկ ենք որպես հանդես գալու։ Արևմուտք, արևելք, հարավհյուսից բոլոր ուղղությունների համար։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք, եթե Ռուսաստանը ցանկանում է TRIP-ի հանգույցով Պարսկաստան ներկրում անել կամ արտահանում անել, այս մենք ստեղծել ենք այդ հնարավոր լավ պայմաններ, որ Ռուսաստանը կարողանա օգտվել ինչպես հարկն է։ Միջին Ասիայից ապրանքներ կա, որ պիտի գնան Եվրոպա, մենք այս հանգույցով պատրաստ ենք սպասարկելու, որպեսզի ավելի էժան մատչելի լինի, քան օրինակ թե Վրաստանով, Սևծովով։ Այս բոլոր հնարավոր ուղիները մենք մատնանշում ենք, ասում ենք, այդ ուղիներից մեկն էլ Հայաստանով անցնում, ինչն է այստեղ խնդիրը, ում ենք վնաս տալի։ Եթե Ռուսաստանը ցանկանա կարողանա ներդրում անել, այդ կարգի ինքը նույնպես կարող է մասնակցել այդ կոնսորցիումին։ Մենք բաց ենք ներդրում։ Դե եթե Միացյալ Նահանգները $9 միլիարդ ներդրում է անում, ասենք, դեռ Ռուսաստանը կարող անել 3 միլիարդի, կլինի դրա օրինակ 30% պայմանական եմ ասում թվերը։ Այսինքն դրանով հանդերձ նրանք նաև կներգրավվեն այդ կոմունիկացիոն շղթայի մեջ։ Այո, մենք նաև առաջարկ ենք անում, որ
արձիականացրեք Հարավկովկասյան երկաթուղին, արձիականացրեք եւ կարողացեք այս բեռների իմաստը դուք տեղափոխել դեպի, ասենք, մասնավորապես սկանդինավյան երկրներ, օրինակ։ Ձեր երկաթուղին ավելի կարճ կարող է գնալ դեպի այդ ուղղությունը։ Եվ այդ հսկայական շահույթ գեներացրեք այդ տեղափոխման լոգիստիկայով, նաև օգտվեք այդ հնարավորությունից, որ կարող է նաև այդտեղ հազվագյուտ մետաղների, հանքանյութերի տեղափոխման խնդիր կա եւ այլն, որոնք Ռուսաստանը նույնպես կարող են պետք գալ եւ կարող է ճանապարհով ստանալ ավելի մատչելի հնարավորություն։ Այսինքն մենք ցանկանում ենք սա լինի բարեկամության, խաղաղության խաչմերուկ։ Մենք այսօր չենք ուզում հակասություններ փնտրենք եւ որևէ երկիր չենք մերժելու համագործակցությունը, իհարկե հաշվարկային մտածողը տրամաբանական հաշվարկների մեջ։ Եվ այդտեղ Ռուսաստանը այնպես չի որ հրաժարվել է։ Ռուսական կողմը ասել է որ իրենք նույնպես քննարկում են այդ մասնակցության որոշակի իրենց մոտեցումները դեռևս ամբողջովին չեն արտահայտել, բայց առաջարկ ստացնեն, որ որևէ խնդիր չկա աշխատելու համատեղ նաև այս նախագծում։ Նկատի ունեմ հակադրության վրա չենք ուզում կառուցենք, մենք համագործակցության վրա ենք ուզում կառուցենք մեր հարաբերությունները։ Եվ այդտեղ մենք ունենում ենք շահեկան դիրք, որովհետև ցանկացած երկիր ասում է, բայց ինչ անում Հայաստանը ում է վնաս տալի, որ ասում է, այս ճանապարհը օգտագործենք բոլոր երկրների համար։ Ավելի կարճաստասում, քան շրջանցող ճանապարհները։ Դա մասը խոսքը դե չկա մի երկիր, որտեղ պարսկական կողմը սկզբնական շրջան որոշակի դժգոհություն, երբ որ ամբողջովին տիրապետեցին, իրենք գովնագություն արտահայտեցին, որ այդտեղ պարսկական շահը 0 խնդիր կունենա։ Իդեպ դուք եկաք պարսկականին, իդեպ Պարսկաստանի պահով էլ այս պատերազմի հետ կապված, կարծում եք, որ Պարսկաստանը դժգոհություն չի ունենա Կարծում եմ, որ պատերազմը իհարկե խաղաղություն կնքելուց հետո նորից կանդրադառնան ու Պարսկաստանը նաև կզգա, որ ամերիկյան կապիտալ իր հարևան երկրում լինելով վստահաբար ավելի շատ կօգնի անվտանգային խնդիր կունենա, քան թե որովհետև ցանկացած ներդրում պաշտպանության խնդիր ունի եւ եթե Իրան-Հայաստան սահմանին լուրջ ներդրումային ծրագիր կա, Ամերիկային պարզ է, որ Իրանի համար շատ հասանելի է դառնում խոցելը դեպաբար սա լրացիչ անվտանգային բարձիկ է նաև Իրանի համար։ Այս իմաստով ներդրումները տնտեսության ներգրավումը բոլոր երկրների անվտանգության ապահովման կարևոր խթան են հանդիսանում։ Այդտեղ բոլոր երկրները շահեր ունեն եւ որևէ մեկը չի ցանկանում, որովհետեւ պատերազմի հետևանքով ավերվեն այդ ենթակառուցվածքները տեսեք ինչ են անում այս պատերազմը հենց ենթակառուցվածքների պատերազմ էր հորմուծի նեղուցը խփում են այն բոլոր հանգույցներին որտեղով գազ է գնում նավթ է գնում այսինքն հարվածում են էներգետիկ ռեսուրսներին այսինքն պատերազմը այլևս ոչ թե մարդկանց ոչնչացման նպատակով այլ տնտեսության վերահսկման տնտեսության թույլատման այսինքն պարոն Բագրատյան որպես տնտեսագետ ինչ է կարծում այսինքն տնտեսական վնասների հաշվարկում էլ կա չէ մանավանդ Իրանի հետ կապված որովհետև մինչ այս պատերազմը հայ-իրանական տնտեսական հարաբերությունները բավականին ակտիվացել էին բավականին մեծացել էր ապրանքաշրջանառության ծավալները եւ հիմա երևի թե վիճակը այլևս այն մակարդակին չէ, ինչ մինչ այս պատերազմը։ Պատերազմական վիճակը, բայց պատկերացեք, որ նույն գործընկերային հարաբերությունները պահպանված են, հնարավորինս փորձում են նույնիսկ պատերազմի ընթացքում ներկրումներ արտահանել անեն, ինչքանով որ հնարավոր է, ինչքանով որ պատերազմը չի խանգարում, չի վնասում, հարաբերությունները չեն խաթարվել, Պարսկաստանը նաև տեսեք գոհունակություն հայտնեց Հայաստանի կառավարության դիրքորոշումից հայրենակիցների տեղափոխման հարցում, տեղավորելու հարցում, այսինքն մենք սխալ չենք անում մեր հարևանի նկատմամբ, պահում ենք բացարձակ գործընկերային հարաբերություններ, իսկ նման դեպքերում հիմնավորված մեղադրանք չկա, որ դու իսկապես անկեղծ ես քո հարևանության հետ որևէ խնդիր չես առաջացրել, բնականաբար Միայն շնորհակալություն են ունենում նման գոհունակություն են ունենում նման դեպքում, որ արտահայտեց պարսկական կողմը եւ մենք այդպես է շարունակելու ենք մեր հարևանների հետ հարաբերություն հնարավորինս անդադ բարելավելու ուղղությամբ։ Բոլոր դեպքերում Պարսկաստանը մեզ համար շատ կարեւոր չէ, կյանքի ուղի է, եթե կհամաձայնեք։ Կյանքի ուղի է։
Իսկ ըստ ձեզ կոմունիկացիաների խնդիր չի առաջանալու, նոր կոմունիկացիաների խնդիր, ասենք եթե այս պատերազմները դադարեն, նաև ասպաստա ռուս-ուկրաինական պատերազմը դադարի, որի այսպես թունելի վերջում արդեն լույսը կարծես երևում է այդ արյունալի պատերազմի դադարեցման, ինչ եք կարծում, այդ ամենի հետևանքով կարող են նաև հայ-ռուսական հարաբերությունները ավելի դրական հունով ընթանալ, ավելի կանխատեսելի հունով ընթանալ եւ նաև ասպաստա այս իրանական այս ճգնաժամը, որ հանգուցալուծվի, դրանով հանդերձ այս կապակցությունները, տնտեսական կապակցությունները ավելի մեծ օգուտներ կարող են բերել Հայաստանին։ Դա շատ հետաքրքիր արծիք տարի, որ իսկապես միջազգային հանրությանը դա հենց դա հետաքրքրում է, բայց միշտ ասում են, որ պատերազմները նոր հնարավորություններ են ստեղծում։ Եվ կարծես թե ձեր դշած հենց այդ նոր հնարավորություններ են, նոր հարաբերություններ ձևավորվում։ Այսինքն հասկանալի դարձավ, որ որևէ երկիր ինչքան էլ գերհզոր լինի, չի կարող մյուս երկրի վերացնել կամ ասենք պատերազմ կլինի, շատ արյուն կհոսի, բայց ասենք Ռուսաստանի պես գերտերությունը 4 տարուց ավելի չի կարողանում, ասենք Ուկրաինային պարտության բանտել, եթե կոպիտ ասենք։ Այսինքն նույնը Միացյալ Նահանգները Իրանի հետ այս չնայած Իսրայելն է ուղիղ հակամարտության մեջ, բայց Միացյալ Նահանգները բոլորը գիտեն, որ հնարավոր ամեն ինչով օգնում է, բայց հասկանալի դարձավ, որ հեշտ չի Իրանի հետ այդ հակամարտությունում ինչ որ արագ հաղթանակներ գրանցել։ Այսինքն կարա երկարատև ջլատող պատերազմներ են, որը երկու կողմն էլ վնաս են եւ երկու կողմն էլ դրանից մեծ կորուստներով են դուրս գալու։ Հետեւաբար հասկանալի է դառնում գլոբալ խաղացողներին, որ այլևս անցել են հետևակի պատերազմները, որ զինվորը պետք է մտներ հող գրավեր, բան հիմա բոլոր օթային մարտեր են եւ ավելի շատ տնտեսական պատերազմներ են, որը վնասում է տնտեսություններին եւ կարծում եմ կամաց նաեւ մարդկությունը նաեւ հզոր տերությունները հասկանում են, որ համագործակցելը ավելի ճիշտ, ավելի հեշտ, քան պատերազմով ինչ որ արդյունք գրանցելը։ Հիմա որևէ երկիր չես կարող, ինչքան էլ Պարսկաստանին վնասեն, Պարսկաստանի սահմանները մնալու են Պարսկաստանի սահմաններ։ Հետեւաբար ինչ իմաստ ունի այդքան ռեսուրսներ ծավալնելը երկու կողմից էլ։ Եվ նաև այդքան մարդկային ողբերգությունները։ Այո, մանավանդ որ այդ ամենից շահում են դժբախտաբար փոքրաթիվ ուժեր, այսպես կուլիսային ուժեր։ Դուք ճիշտ նշեցիք հրեական գործոնը, հրեական լոբին, դժբախտաբար, որը շատ ագրեսիվ, ցավոք սրտի, միլիտարիստական մեր որոշակի հարաբերությունների մեջ մենք տեսնում ենք, որ հաճախ անարդարացի էլեմենտներ կան, որոնք որոշակի լոբիստական շահեր են սպասարկում։ Այդտեղ միջազգային հանրությունը պետք է իր խոսքը ասի եւ կարծում եմ, որ ձևավորվում է նման խոսքը։ Պարոն Բագրատյան, շնորհակալություն զրույցի համար, կարծում եմ հետագայում կրկին կհանդիպենք մեր տաղավարում եւ կզրուցենք քաղաքական, տնտեսական զարգացումներին հետևենք միասին եւ կարծում եմ հետագայում կհանդիպենք, աստվածտա զարգացումները լինեն դրական մեր հայրենիքի համար եւ ողջ աշխարհի համար։ Աստված։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր տաղավարում էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը։ Ես դիմում եմ մեր այն հարգելի ունկնդիրներին, ովքեր արդեն հետևում են մեր Armix News ալիքի թողարկումներին, բայց դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք։